Որոշ կուսակցություններ ընտրակաշառք բաժանում են հենց վերջին պահին, սա է պատճառը, որ նաև ընտրությունների օրն են խուզարկություններ ու ձերբակալություններ տեղի ունենում, կարծում է քաղաքացիական պայմանագիր կուսակցության նախընտրական շտաբի ղեկավար Արայիկ Հարությունյանը։ 200 ձերբակալված անձ կա, եւ ըստ էության բոլոր այս թվերը, եթե դնում ենք իրար կողք, դա վկայում են մասին, որ ձեր պնդումը, որ մենք թողել ենք այս ամենը վերջին պահին եւ իրավապահները վերջին պահին են գործում, իրականության չի համապատասխանում եւ նման պնդումներ նաեւ անում են քաղաքական ընդդիմախոսները, որովհետեւ ակնհայտ է, որ եւ մթնոլորտը եւ սոցիոլոգիական հարցումները, որոնք մենք ունենք եւ ունենք, վկայում են այն մասին, որ իրենց վիճակը նախանձելի չէ եւ այսպես ասած ռետորաբանությունը, որ հատկապես կա վերջին օրերին, վկայում են մասին, որ իրենք այսպես իրենց պարտության հիմքերն են փորձելու գտնել ամբողջ այս քարոզչական ապատեղեկատվության հորձանուտի մեջ։ Մենք մի բան իսկապես փորձում ենք խաթարել, բայց դա ընտրական process-ը չէ։ Դա ընտրակաշառքի միջոցով իշխանության զավթման փորձն է, որը բնականաբար խաթարում ենք, խաթարելու ենք եւ թույլ չենք տալու վերադարձ նախկին արատավոր բարքերին։ Այս պայդրությամբ ուժեղ Հայաստան կուսակցությունից ընտրակաշառքի համար չեն ձերբակալվել երևի թե 7-8 հոգի, ճիշտ եմ հասկանում։ Ու դրանցից մեկը ասուլիս է տալի, ասում է, գիտեք ինչ, ԿՊ-ի վստահված անձը քարտեզիկով մտել է ընտրատեղամաս, երևի 80 միլիոն դոլարի ընտրակաշառք է դարձել, իսկ իրավապահները բռնել, ասում է, քարտեզը կրծքին մտել է ընտրատեղամաս, Ժողովուրդ ջան, սա լուրջ չի։ Իսկ այս ընտրություններին քաղաքացիների մասնակցության բարձր տոկոսը կառավարության 5 տարիների աշխատանքի գնահատականն է, կարծում է Արայիկ Հարությունյանը։ Նաև այստեղ ամենայն հավանականությամբ ավելացել են գործոնը, որ մեր քաղաքացիները, որոնք երբեմն անտարբերություն են ունենում ընտրությունների նկատմամբ, գնացել են ընտրության, որովհետև տեսել են, որ ինչ որ օտար ուժեր մեր երկքաղաքացիներին եւ քաղաքացիներին օգտագործելով փորձում են քաղաքական իրավիճակ փոխել Հայաստանի Հանրապետությունում եւ մարդը վերակացել տնից, ասել է՝ մի րոպե, ես եմ որոշող քաղաքացին եւ ես գնալ եմ եւ քվեարկեմ։ Իսկ եթե վարչական ռեսուրսի կիրառում եղել է, ապա իրենք էլ շահագրգիռ են եղել դրանց հետաքննման ու բացահայտման գործում, նշում են շտաբի ներկայացուցիչները։ Հազար ներողություն սիրելի քաղաքացիներ, բայց սա այն բառամթերքն է, որով ընդդիմությունը դիմում է իր ընտրողին։ Այս ոչխարներին առաջս եմ արել ու տանում եմ ստեղ կամ ընդեղ։ Ճիշտ է։ Փողը տալիս է առաջնան։ Դուք սա համադրում եք այդ վարչական ռեսուրսի հետ կապված մի վարքյան, այդ վարչական ռեսուրսի հետ կապված հակադրումը, որ ես տեսել եմ, եղել է ինչ-որ մի դրվագ, պնդում, որ մի դասախոս իրանց Facebook-ի չաթում ուսանողների հետ voice արել, ասել երեխեք ջան, այսօր վարչապետն է գալի, եկեք գնանք միտինգ։ Հիմա կներեք, երբ որ դուք սրանք դնում եք նույն հարթության վրա, իմ բանականությունը վիրավորվում է։ Ես ձեզ ամենայն պատասխանատվությամբ կարող եմ ասել, որպես կենտրոնական շտաբի ղեկավար։ Ես նոյեմբեր ամսից շտաբի ղեկավարն եմ։ Կես բառ հանձնարարական վարչական ռեսուրսի կիրառման վերաբերյալ կենտրոնական շտաբում չի եղել։ Կենտրոնական շտաբի ղեկավարի տեղակալը Տկեն նախարարն է։ Կես բառ կես հանձնարարական իր կողմից այս առումով չի եղել։ Հետընտրական զարգացումների վերաբերյալ Ռոբերտ Քոչարյանի հայտարարության մասին եւս հետաքրքրվեցին լրագրողները։ Քոչարյանն ասել էր, որ եթե Նիկոլ Փաշինյանը չհեռանա, շատ վատ է ավարտվելու։ Իր համար շատ վատ կլինի, որովհետև իր քաղաքական ուժը չի անցնելու խորհրդարան։ Եվ լինելու է իր համար վատ։ Երբ ընտրությունները չեն կեղծվում, իսկ Հայաստանի Հանրապետությունում ընտրությունների կեղծման էջը փակված է 2018 թվականից, այդտեղ հետընտրական զարգացում չի կարող լինել։ Ընտրության մասնակցելու համար Հայաստան եկածներին վարժական հավաքներում ներգրավելու մասին եւս հետաքրքրվեցին լրագրողները։ Դե իրենցից մեծ մասը տենց երևի կյանքում առաջին անգամ հիշեց, որ ընտրություններով քաղաքացիական պարտքը պետք է տա, եւ պաշտպանության նախարարությունն էլ կարծես դե որ տենց միտք է մոտը հղացել, ըստեղ էլ մի պարտքել կա քաղաքացիական, որ պետք է տա մասնակցի վարժանքներին։ Վարդուհի Արզումանյան, լուրեր։